Շնորհակալ եմ շատ այս հնարավորության համար, մեծարգո պարոն նախագահ, Սահմանադրական դատարանի հարգելի նախագահ, օրենսդիր գործադիր դատական իշխանության հարգելի ներկայացուցիչներ, ողջունում եմ բոլորիդ։ Ընդհանրապես ես կարծում եմ, որ արդարադատության եւ այլ ոլորտների հարցերի առնչվելիս մենք ավելի ու ավելի պետք է խորանանք եւ հասնենք հայեցակարգային հիմքերին հարցի, որովհետեւ այս ֆորմատով ես ճիշտն ասած չեմ հիշում, սա մեր երկրորդ թե երրորդ հանդիպումն է, բայց տեսեք ցանկացած հարցի եւ մասին խոսելիս եւ լուծումներ գտնելիս մենք պետք է հայեցակարգային հիմքերին հասնենք խնդրի էության, այսինքն կոպիտ ասած ինչ ենք մենք ուզում ընդհանրապես, որևէ ոլորտում մեր ուզածը ինչ է, կարելի է հնարավոր այդ մեր ուզածը ձևակերպել մի նախադասությամբ։ Հաջորդը, իսկ ինչու ենք հենց դա ուզում եւ ոչ թե մեկ այլ ուրիշ բան։ Եվ ինչ խնդիր ենք ուզում լուծելով այս երկու հարցին պատասխանելով եւ այլն եւ այսպես շարունակ եւ ես գիտեք եւ հույս ունեմ որ մեր գործընկերները կանդրադառնան ես մտածում եմ որ մասնավորապես մեր կառավարության եւ խորհրդարանական գործընկերների հետ նախապես այս թեմայով քննարկում ունենան բայց հետո մտածեցի որ չէ ավելի լավ է կենթանի տեղում ոնց կստացվի թող տենց էլ ստացվի ես կարծում եմ որ այդ թվում արդարադատության ոլորտում մենք հիմնական հասկացությունների ճշգրտման հարց ունենք։ Օրինակ, ես փորձեցի գտնել մեր իրականության մեջ ձևակերպված ընդհանրապես ինչ է արդարադատությունը։ Այսինքն կա որևէ տեղ, որ մենք ասել ենք արդարադատությունը հետևյալն է, կամ ինչ է արդարությունը, որովհետև շատ կարևոր են այս հարցերը, գիտեք, բոլորը պահանջում են արդարություն, եւ բոլորը պահանջում են արդարադատություն։ Այսպիսի որևէ մարդ չկա Հայաստանի Հանրապետությունում, որ ասի ես պահանջում եմ անարդարություն, կամ ես պահանջում եմ հակաարդարադատություն, բոլորը պահանջում են արդարություն եւ արդարադատություն, բայց կարևորը հասկանալ, իսկ դրանք ինչեր են, որն է մեր հանրային պետական ընկալումը արդարության եւ արդարադատության մասին, ինչ խնդիր ենք մենք ուզում լուծել արդարությամբ, կամ տեսեք այսօր հնչեց դատավորի խիղճ, դա ինչ է, իսկապես կարող է շատ աբսուրդ հնչի, ինչի մենակ դատավորի, վարչապետի, պատգամավորի, նախարարի, դա ինչ է, հնարավոր է դա ինչ-որ ձևով մոդելավորել, ձևակերպել, նկարել, անիմացիայի ենթարկել եւ այդպես շարունակ, կամ ֆունդամենտալ ուրիշ հարցեր, ով է Հայաստանի Հանրապետությունում արդարադատության պատասխանատուն։ Արդարադատության ընդհանրապես պատասխանատուն ով է։ Երկրորդը, ինչպես է նա կրում այդ պատասխանը, եթե նույնիսկ որոշեցինք, որ այս ինչը կամ այն ինչ մարմինն է կամ անձն է կամ չգիտեմ, ինչպես է նա կրում այդ պատասխանատվությունը։ Ընդհանրապես դատական եւ արդարադատության համակարգի լեգիտիմությունը որտեղից է բխում։ Որտեղից է որոշվել, որ այս ինստիտուտը կամ մարդկանց այս շրջանակը կարող է իրականացնել արդարադատություն, որտեղից է բխում այդ լեգիտիմությունը։ Հանրապետության նախագահի ելույթի մեջ խոսեց սահմանադրության եւ սահմանադրության իրականացման մասին, որովհետեւ ենթադրվում է, որ Հայաստանի Հանրապետությունում լեգիտիմության մի աղբյուր գոյություն ունի, այդ ժողովուրդն է, եւ հաջորդ աղբյուրը սահմանադրությունն է եւ հաջորդը սահմանադրությունից բխող իրավակարգը։ Իսկ եթե պարզվի, որ ժողովրդի եւ սահմանադրության արանքում խզում կա, չի ստացվում արդյոք, որ Հայաստանի Հանրապետությունում հաստատված ընդհանրապես իրավակարգը լեգիտիմության խնդրեմ ունի։ Այսինքն որևէ բան, ես գիտեք ինչի մասին եմ մտածում, որ ընդհանրապես պետությունը իրավունքներ եւ ազատություններ ապահովելու համար պետքա գնա սահմանափակումների։ Ինչու է պետք գնա սահմանափակումների,
որովհետև առանց սահմանափակելու հնարավոր չի ապահովել ազատություն։ Պատկերացրեք, ոչ մի սահմանափակում, ոչ մեկը ոչ մի սահմանափակում չունի։ Դա կվերածվի քաոսի, եւ ոչ մեկի իրավունքը եւ ազատությունը հնարավոր չի լինի բան անել, ապահովել։ Բայց մյուս կողմից սահմանափակումը ինքը լարում է առաջացնում։ Քաղաքացիների, մարդու եւ պետության միջև լարում է առաջացնում բոլոր դեպքերում, որովհետեւ ոչ մեկին հաճելի չի, որ իր նկատմամբ հարկադրանքի միջոց են ձեռնարկում, իրան տուգանում են, իրան դատում են եւ այլն, իրան ասում են, որ գիտես ինչ, ես կարմիր լուսի տակ կկանգնես, տեղով փողոցի չանցնես, այլնդեղով, դա բան է, դիսկ կամ պետք է հարկ վճարես, որովհետեւ մարդը ասում է աշխատել եմ, այսքան ինչի պետք է իմ բանի 1000 դրամի 200 դրամը տամ բանին, բյուջեին։ Ու սա լարում է առաջացնում միշտ բոլոր դեպքերում։ Ես միշտ սրա մասին մտածում եմ ու իմ կարծիքով լարման, այս լարումը կառավարելու միակ ձևը այն է, երբ որ քաղաքացին համարի, որ դա ինքն է որոշել եւ ինքն է իրանից է բխում այդ իրավիճակը, որ գիտես ինչ, մենք պայմանավորվել ենք մի քաղաքացին եւ քաղաքացիների ամբողջությունը, որ մենք պայմանավորվել ենք, որ այս կանոններով մենք ապրում ենք, հետեւաբար այդ կանոնների մեջ գործող հարկադրանքի կանոններն են, հա ես ընդունում եմ, դե հիմա դա իմ ընդունած կանոնն է։ Իմ ընկալման մեջ ամենամեծ, տեսեք, մենք շատ լավ է, որ անդրադառնում ենք այս խնդրին, գործերը բան անեն, արագ լուծում ստանան եւ այլն, որը հիմա մենք արդեն ունենք որոշակի պատկերացում, թե դա ոնց պետք է անենք եւ արդեն Բարձրագույն դատական խորհրդի նախագահի ցույց տված օրինակ քաղաքացիական դատարանի հետ կապված շատ տպավորիչ էր, որ ու անսպասելի ճիշտն ասած, բայց մենք մի X պահի պետք է բովանդակությանն էլ անդրադառնանք, որովհետեւ այդ թվերը բովանդակությանը չեն անդրադառնում։ Մարդու համար ինչ տարբերություն այն որոշումը, որ ինքը համարում է, որ այդ որոշումը լեգիտիմ չի, մի ամսում են կայացրել, թե 6 տարում, բացարձակապես տարբերություն չկա, որովհետև եթե նույնիսկ մի 15 օրում կայացնեն կամ մի ամսում, մարդու զգացողությունը դրանից չի փոխվելու, եթե ինքը իրան ներսում չասի, որ գիտես ինչ, հա, սա իմ պետության, իմ հաստատած իրավակարգի, իմ դեմ կայացրած որոշումն է եւ հետեւաբար սա իմ կայացրած որոշումն է իմ դեմ, որովհետև ես ինքս ինձ սահմանափակում եմ, որովհետև եթե մենք ամեն մեկս մեզ չսահմանափակի, երկրում քաոս կսկսվի եւ պետությունը ընդհանրապես կվերանա։ Եվ ֆունդամենտալ այս հարցերը կա եւ մեր իրականության մեջ եթե սխալվում եմ, խնդրում եմ ուղղեն, այս հարցերի պատասխան չկա եւ անդրադարձ չկա։ Ընդ որում ես դա էլ եմ հասկանում, որովհետեւ մեզ թվացել է, որ աշխատավարձի հարցը լուծենք, հարցերը կլուծվի։ Որովհետեւ այն պահին, երբ որ աշխատավարձի հարցը լուծվել, պիտի լուծվեր, մտածում ենք, որ այդ է խնդրեմը, բայց այդ լուծումը ստանում ես, հա, ինչ որ մի խնդիր լուծվեց, բայց ուրիշ խնդիրի հայտ եկավ, ժամկետի հարցը լուծենք, հարցը կլուծվի, այն մյուս հարցը լուծենք, հարցը կլուծվի, բայց տենք չի, նմանատիպ նոր հարցեր են գալիս եւ այդ նոր հարցերին անդրադառնալու ֆունդամենտալ անհրաժեշտություն կա։ Իմ առաջարկը ընդհանուր առմամբ հետեւյալն է. ժողովրդի եւ իրավակարգի օրգանական կապը պետք է հաստատվի։ Ժողովուրդը պետք է փաստացի լեգիտիմությունը իրավակարգի ճանաչի։ Իմ կարծիքով մենք այսօր խնդիր ունենք, իմիջիայլոց ասեք կներեք երկարացնում եմ մի քիչ, մենք իշխանության լեգիտիմության հարցը լուծել ենք, իրավակարգի լեգիտիմության հարցը չենք լուծել։ Ո՞նց ենք լուծել իշխանության լեգիտիմության հարցը։ Ընտրությունների արդյունքները կասկածի տակ չեն, բայց այն ընտրությունը, որով իրավակարգը հաստատվել, այսինքն հանրաքվեն, դրա արդյունքները միշտ են եղել կասկածի տակ եւ այսօր էլ են կասկածի տակ։ Եվ քանի դեռ այդ կասկածը չի վերացել, իրավակարգի լեգիտիմությունը բանի նման, վիրուսի նման մեզ քայքայելու է։ Մենք տենց էլ չենք հասնելու ոչ արդարության, ոչ արդարադատության, որովհետև դա ի վերջո առաջին հերթին զգացողություն է։ Մեկը ինչ ուզում եք արեք, դա առաջին հերթին զգացողություն է։ Մարդը, քաղաքացին, մենք բոլորս պիտի ունենանք այդ զգացողությունը։ Իսկ մենք չունենք այդ զգացողությունը, ես չգիտեմ, եթե ներկաները ունեն բոլոր այդ զգացողությունը, բայց ես համոզված եմ, որ Հայաստանում մեծամասնությունը, ընդ որում սովորաբար տենց է, իշխանությունն ասում է, չէ, մեր երկիրը ամենաարդար երկիրն է, հանրությունն ասում է, չէ, տենց չի, այս դեպքն է, որ ես օրինակ չունեմ արդարադատության եւ արդարության զգացում, որ մենք կարողացել ենք Հայաստանում դա հասնել։ Եվ ես
իմ գոնե այս փուլի եզրակացությունը, որը քննարկման արդյունքում կարող է եւ փոխվի, այնա որ մենք լեգիտիմության խնդիր ունենք, մենք ընդհանուր առմամբ իրավակարգի լեգիտիմության խնդիր ունենք։ Այն կարմիր լույսը, որ վառում է մեր փողոցներում, այդ կարմիր լույսը իր լեգիտիմության խնդիր ունի, որովհետեւ պարզ չի սկսկով է որոշել, որ այդ կարմիր լույսը հենց տենց պետք է վառի։ Որոշման մի հատ աղբյուր կա, ժողովուրդը չի համարում, որ ինքը դա որոշել է։ Ես պարզացնում եմ, որպեսզի ասելիքս ավելի բան լինի, չգիտեմ ինչքանով ձեր հարցին պատասխանեցի, բայց ես էս էի ուզում ասել բոլոր դեպքերում անկախ հարցից։